Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում էին եվրոպական առաջնորդներից աջակցել իրենց երեխաների որոնմանը։ Նրանք նշել են, որ իրենց միակ պահանջը որդիների վերադարձն է։ Փորձում ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, այս անգամ էլ այս ակցիան ենք կազմակերպել, փորձելով ինչ-որ կերպ արժանանալ այլ երկրների պաշտոնյաների աջակցությանը։ Մեր պահանջը մեկն է՝ վերադարձրեք մեր որդիներին, մեր պահանջը արդար է։ Այս ակցիայով փորձում ենք ներկայացնել մեր ցավը, տառապանքը, այն ճանապարհը, որը անցել ենք այս տարիներին, նշել է անհետ կորածի հարազատը։ Մեկ այլ ակցիա էլ տեղի է ունեցել Բաքվում ապօրինի պահվող գերիների ազատ արձակման պահանջով։ Իմ կարծիքով, եթե այսօր Հայաստանի իշխանությունը դա չի անում, մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք եւ հասանելի դարձնենք եվրոպական բոլոր ղեկավարներին, այսինքն երկրներին, որ իրենք նույնպես իրենց աջակցությունը հայտնեն Հայաստանի ժողովրդին, քանի որ Հայաստանի ժողովուրդը դժգոհ է եւ իսկ թվում է նաև իրենք իրականությունը չեն կարողանում անցնել, քանի որ ներքին փոխանցում չկան եւ իրենք արտադրում են Հայաստանի իշխանությունների վրա քաղաքականությամբ։ Մենք պետք է կարողանանք այսօր այստեղ բարձրացնել մեր ձայնը եւ մաքսիմալ հասնենք իրենց, որ այսօր Հայաստանում չկա ժողովրդավարություն, այսօր Հայաստանում բռնապետություն է եւ Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամները ի նշան բողոքի դրոշ էին կախել Դավթաշենի կամրջից։ Բողոքի ակցիաներ են իրականացրել նաև արցախցիները պահանջելով վերադարձ Արցախ, Հայաստան դաշինքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Այս գագաթնաժողովը Հայաստանի Հանրապետության աշխարհաքաղաքական մահվան, Հայաստանի Հանրապետության ռեգիոնալ ոչնչացման հերթական արարն է։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ կապերը Եվրոպական միության հետ դրվել են երկրի ներկայիս իշխանության ղեկավարումից առաջ։ Սա Փաշինյանի հաղթանակը չէ։ Քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով հավաքի ժամանակ նշել է Աշոտյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 4-ի արտահերթ նիստում սահմանել է ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի եւ հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող մյուս հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը։ Նախընտրական քարոզչության ժամանակ հանրային տեսալսողական հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան։ Հանրային հեռարձակողները պարտավոր են ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ։ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի կողմից աջակցվող փաստաթուղթ է ներկայացվել Եվրամիության ղեկավարությանը։ Այստեղ նշվում է, որ Եվրամիությունը պետք է ամրապնդի ռազմական համակարգումը եւ ազգային պաշտպանության նախարարների դերը իր խորհրդում։ Իր անդամ պետությունների տարածքները ավելի արդյունավետ պաշտպանելու համար, հաղորդում է Politico-ն։ Նախաձեռնությանը ծանոթ եվրոպացի դիվանագետը հրատարակությանը հայտնել է. Եվրամիությունում եվրոպական պաշտպանական պատրաստվածության վերաբերյալ քննարկումները պահանջում են արդյունավետ եւ կառուցվածքային պլանավորում տրանսատլանտյան գործընկերության շրջանակներում։ Հոդվածում նշվում է, փաստաթղթի հեղինակները ցանկանում են, որ դաշինքի երկրները ավելի լավ իրականացնեն Բրյուսելի առաջարկները իրենց տարածքներում, բայց նաև հույս ունեն Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջև համագործակցություն ռազմական ներուժը մեծացնելու կոնկրետ քայլեր ցուցաբերել նախագծում։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայու խոսքով Իրանը հանձնառու է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները հետագա ամրապնդելուն։ Երկու երկրներն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են եւ շատ կարեւոր դեր են խաղում միջազգային եւ տարածաշրջանային զարգացումներում։ Բնականաբար մենք լրջորեն հանձնառու ենք այս երկրների հետ հարաբերությունները շարունակաբար ամրապնդելուն, նշել է խոսնակը։ Վերջինս հավելել է, Իրանը նաև խորհրդակցում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ եւ մշտական կապի մեջ է Մոսկվայի եւ Պեկինի հետ։ Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությանը։ Նա նաև նշել է, Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հակամարտության լուծում կարող է լինել միայն Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը։ Եթե հիմա ուզում են նորից բացել, շատ լավ է։ Այդ մասին մենք ամենասկզբից ասել ենք, ասել է Ֆրանսիայի նախագահը, նշելով, որ այսպես թե այնպես Ֆրանսիան չի մասնակցի Մերձավոր Արևելքում որևէ ուժային գործողության։ Միաժամանակ նա ընդգծել է, շատ կարևոր է հրադադարի պահպանումը նաև Լիբանանում, որտեղ վերջին 2 օրերին Իսրայելի կողմից վերսկսվել են հարվածները։
Մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրի Սիբիհայի հետ։ Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերին։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները, ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն եւ տևական խաղաղության առաջ մղման անհրաժեշտությունը։ Տեղի է ունեցել Հայաստանի եւ Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Պեդրո Սանչեսի հանդիպումը, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման օրենքի գերակայության եւ տնտեսական զարգացման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերը։ Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը տնտեսության, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են նաև տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև շարունակական երկխոսության պահպանումը միջազգային հարթակներում։ Թուրքիան եւ Հայաստանը Երևանում գագաթնաժողովի շրջանակում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազը եւ հրապարակել է լուսանկարներ։ Համապարփակ եւ արդյունավետ հանդիպում ունեցա Նիկոլ Փաշինյանի հետ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Պարոն Փաշինյանի հետ մեր հանդիպման ընթացքում մենք համապարփակ կերպով քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները։ Մենք նաեւ հնարավորություն ունեցանք քննարկելու տրանսպորտային, մաքսային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքների ու կապի ամրապնդման ուղղված քայլերը։ Ուրախ ենք, որ կարգավորման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը կոնկրետ առաջընթաց են ապահովում, նշել է թուրք պաշտոնյան։ ԱՄՆ զինված ուժերը ստացել են նոր հրահանգ հարվածներ հասցնելու Իրանի ռազմական օբյեկտներին, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավակներին եւ հրթիռային դիրքերին։ Այս մասին հայտնում է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը, հղում անելով ամերիկյան բարձրաստիճան աղբյուրներին։ Ըստ տեղեկատվության փոխվել են տարածաշրջանում ամերիկյան ուժերի կողմից ուժի կիրառման կանոնները եւ այժմ նրանց թույլատրված է անմիջապես հարվածել սպառնալիք հանդիսացող թիրախներին։ Խոսքը հատկապես վերաբերում է արագ նավակներին եւ հրթիռային համակարգերին, որոնք կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ ուժերի համար։ Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ իր ռազմածովային ուժերին հաջողվել է կանխել ամերիկյան եւ իսրայելական նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է աճել Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված նավահանգիստների շրջափակման եւ ռազմական գործողությունների ֆոնին։ Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հիշեցնենք, Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր տեսաուղերձում ադրբեջանցի առաջնորդը մի շարք դժգոհություններ էր հայտնել Եվրախորհրդարանի եւ ԵԽԽՎ-ի հասցեին, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված բանաձևերի ընդունման համար։ Ալիևի ելույթից հետո խոսք խնդրելով վերջինս ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարական մարմին է եւ բաղկացած է ընտրված ներկայացուցիչներից։ Նրանք բանաձևերն ընդունում են ձայների մեծամասնությամբ։ Այդ բանաձևերը կարող են անհարմարություններ ստեղծել շատերի համար, սակայն մենք երբեք չենք փոխում մեր աշխատանքի մեթոդներն ու որոշումները, շեշտել է Ռոբերտա Մեցոլան։ Էստոնիայում մեկնարկել է այս տարվա ամենամեծ զորավարժությունը՝ Գարնանային փոթորիկ 2026-ը, որին մասնակցում է 12000 զինծառայող։ Մինչև հունիսի 1-ը տևող զորավարժությունները պլանավորվել եւ կառավարվել են Էստոնիայի դիվիզիայի շտաբի կողմից, ասվում է հայտարարության մեջ։ Զորավարժություններին մասնակցում են ցամաքային, օդային եւ ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ, այդ թվում առաջին եւ երկրորդ հետևակային բրիգադները, լոգիստիկ ծառայությունը, կիբերհրամանատարությունը, բանակի այլ ստորաբաժանումներ եւ կամավորական ռազմականացված ուժեր։ Մասնակցում են նաեւ ՆԱՏՕ-ի դաշնակից եւ գործընկեր երկրների ստորաբաժանումներ՝ Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Կանադա, Լատվիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա եւ Շվեդիա։ Զորավարժության նպատակն է էստոնական դիվիզիայի եւ դաշնակիցների հետ համատեղ պաշտպանական գործողությունների պլանավորումը եւ անցկացումը, ասվում է հայտարարության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Հայաստանի մայրաքաղաքում նշել է վերջին տարիներին երկրում տեղի ունեցած էական քաղաքական փոփոխությունները։ Նրա խոսքով Հայաստանի վերափոխումը ակնհայտ է դարձել միջազգային հանրության համար։ Եկեք անկեղծ լինենք, 8 տարի առաջ այստեղ ոչ ոք չէր գա։ 8 տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ։ Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք ձեր երկիր այսքան շատ առաջին այցեր, շատ խոսուն է, հայտարարել է Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը ընդգծել է, նախկինում Հայաստանը շատերի կողմից ընկալվում էր որպես Ռուսաստանի փաստացի դաշնակից, սակայն Թավշյա հեղափոխությունից հետո երկրի ուղեկիցը փոխվել է։ Նա նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը, ով նրա խոսքով վերաուղղորդել է երկիրը, խաղաղությունը եվրոպական ինտեգրումը դարձնելով առաջնահերթություններ։ Մակրոնը նաև Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները կապել է Եվրոպայում ընթացող ավելի լայն գործընթացների հետ, ներառյալ Ուկրաինայի դիմադրությունը եւ տարածաշրջանի այլ երկրներում իրականացվող բարեփոխումները։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի ռազմավարությունը Մոլդովայում եւ այլ երկրներում ընթացող գործընթացները ցույց են տալիս, որ մենք եվրոպացիներս վերջին տարիներին ընտրություն են կատարել հօգուտ զարթոնքի եւ միասնության, նշել է Ֆրանսիայի առաջնորդը։ Հայաստանի եւ Ադրբեջանին մաղթում ենք միայն խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ եւ երկարաժամկետ։ Այս մասին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին։ Մենք խաղաղություն ենք մաղթում ձեզ, պարոն վարչապետ եւ նախագահ Ալիևին։ Մաղթում ենք դա երկու պետություններին էլ, ասել է Զելենսկին։ Նա ընդգծել է այն կարևորությունը, որ այսօր Հայաստանը հանդես է գալիս եվրոպական երկրների հետ միասին։ Նա հավելել է, վերջին 24 տարվա ընթացքում իր այցը Հայաստան Ուկրաինայի նախագահի առաջին այցն է եւ սա իսկապես նշանակալի փաստ է։ Դա ցույց է տալիս կյանքի արժեքը գնահատողների միասնության մասշտաբը։ Զելենսկին նաև ողջունել է այս գագաթնաժողովին Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի մասնակցությունը, նշելով, որ եկել է Եվրոպայի եւ Կանադայի կողմից կիսվող ընդհանուր արժեքները համատեղ հնարավորությունների վերածելու ժամանակը։ Սիրելի բարեկամներ, մարտահրավերները ակնհայտ են։ Մենք տեսնում ենք, որ Իրանում պատերազմը դեռևս ավարտված չէ եւ այն կարող է դառնալ երկարատև անկայունության պատճառ եւ բարձրացնել կյանքի գինը բոլորի համար։ Էներգետիկայի եւ անվտանգության ոլորտներում մեր համագործակցությունը պետք է լինի իրական եւ մենք պետք է օգնենք միմյանց պատրաստվել ձմռանը, էներգետիկ մարտահրավերներին եւ մենք պետք է ձգտենք երկարաժամկետ լուծումների հասնել Հորմուզի նեղուցում, ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։ Նիկոլ Փաշինյանը եւ Բելգիայի թագավորության վարչապետ Բարդե Վեյերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի թագավորության դեսպանատան բացման արարողությանը։ Արարողության շրջանակում երկու երկրների ղեկավարները հանդես են եկել ողջույնի խոսքով։ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ հաճելի է ներկա լինել մեր երկրում Բելգիայի դեսպանատան բացմանը։ Նա նաեւ բարձր է գնահատել Բելգիայի աջակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության գործում։ Իր խոսքում Բարդե Վեյերն ընդգծել է, որ Բելգիայում կա մեծ հայկական համայնք, որը շարունակում է ծառայել որպես կենթանի կամուրջ երկու երկրների միջև։ Կարևորելով դեսպանատան բացումը Բելգիայի վարչապետը նշել է. «Սա իսկապես պատմական պահ է։ Խորը հպարտությամբ ենք բացում մեր դեսպանատունն այստեղ քաղաքակրթության օրաններից մեկում։ Այս դեսպանատունն ավելին է, քան զուտ Բելգիայի եւ Հայաստանի միջև երկարատև կապի խորհրդանիշ», նշել է Բելգիայի թագավորության վարչապետը։ Հայաստանն ինքը կորոշի։ Այսօր Երևանում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին։ Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում, այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե եվրոպական հեռանկարը սեղանին է եւ Հայաստանը ինքը կորոշի, ասել է Կայա Կալասը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Զվարթնոց օդանավակայանում Իսպանիայի վարչապետին դիմավորել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սանչեսը Երևան պետք է ժամաներ մայիսի 3-ին, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրա ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։ Մայիսի 4-ում Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Պաշտոնյաների դիմավորման արարողությունից հետո մեկնարկել է բացման միջոցառումը, որից հետո եվրոպացի առաջնորդները հանդես են եկել ելույթներով։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նկատել է, այս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության համար։ Մենք այժմ ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, արդեն 2 տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով։ Սրանք աննախադեպ տարիներ են մեր անկախացումից վեր։ Այժմ մենք
սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք եւ ինստիտուցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը, եւ սա առաջի անգամն է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում Հայաստանում, թեպետ հեռակապով։ Հույս ունեմ հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան 2028 թվականին, երբ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացվի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ ընդգծել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում է նաեւ Թուրքիայի փոխնախագահը, որն առաջին փոխնախագահն է, որ երբևէ այցելել է Հայաստան։ Գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է տեսակապի միջոցով, նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել վարչապետ Փաշինյանին Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ եւ նշել, որ չնայած բոլոր այն մարդկանց ու ջանքերի, ովքեր փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին եւ իմ հայ գործընկերոջ ելույթը շատ հստակ դա ընդգծեց։ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում են, սովորում են ապրել խաղաղության մեջ, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները, ասել է նա։ Ալիևը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 28000 տոննա բեռ։ Առաջին անգամ սկսվել են նաեւ ադրբեջանական նավթամթերքների, բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարումները Հայաստանում։ Ալիևը նշել է, որ այս պահի դրությամբ Հայաստան է արտահանվել շուրջ 12000 տոննա նավթամթերք, նշել է Ալիևը։ Մեծ Բրիտանիան չի կարողանա նոր զենք գնել մինչև 2030 թվականը ֆինանսավորման պակասի պատճառով, հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմավարական հրամանատարության նախկին ղեկավար Ռիչարդ Բարոնսը։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կարող են միայն տեսականորեն մտածել պատերազմին պատրաստվելու մասին։ Իրականում նրանք նոր զենքի համար գումար չունեն։ Դրանք հազիվ թե բավարար լինեն տանկերի, ուղղաթիռների եւ հրետանու համար, բայց ոչ բարձր ինքնավար համակարգերի, ինչպիսիք են թափառող զինամթերքը, անօդաչու թռչող սարքերը եւ արհեստական բանականության համակարգերը։ Նրա խոսքով վերանայման հրապարակումից ի վեր պաշտպանության նախարարությունը հետընթաց է ապրել ռազմական ֆինանսավորման հարցում։ Վերջինս զգուշացրել է, ներդրումների պակասը քայքայում է արդյունաբերական բազան եւ ստիպում պաշտպանական ընկերություններին տեղափոխել արտադրությունը արտասահման։ Այժմ միջոցներ չկան եւ դրանք կարող են հասանելի չլինել եւս 4 տարի։ Ուստի շատ առաջատար տեխնոլոգիական ընկերություններ գումարի հետևից գնացել են Գերմանիա, Լեհաստան կամ Միացյալ Նահանգներ, եւ դա մեծացնում է արդյունաբերական բազայի արդյունավետ սպառման ռիսկը, հավելել է աղբյուրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նվազեցնել Ուկրաինային իր աջակցությունը եւ մեծացնել ճնշումը ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության երկրների վրա, եթե հանրապետական կուսակցությունը վատ արդյունքներ ցույց տա նոյեմբերին միջանկյալ ընտրություններում։ Նման տեսակետ է հայտնել Politico-ն, հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյայի։ Թերթի աղբյուրի խոսքով Թրամփը դա կանի իր հիմնական ընտրազանգվածի աջակցությունը վերականգնելու համար։ Պաշտոնյան նշել է ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման հետագա վատթարացման ռիսկը։ Իրանի զինված ուժերը շարունակում են հսկել Հորմուզի նեղուցը եւ կոչ են անում բոլոր նավերին ձեռնպահ մնալ առանց Թեհրանի համաձայնության տարանցումից։ Ըստ Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդուլլահի, մենք անում ենք ամեն ինչ Հորմուզի նեղուցի անվտանգությունը ապահովելու եւ իրավիճակը կառավարելու համար։ Մենք կոչ ենք անում բոլոր առևտրային նավերին եւ նավթատար նավերին ձեռնպահ մնալ ցանկացած տարանցի գործողություններից, առանց Հորմուզի նեղուցում տեղակայված զինված ուժերի հետ համաձայնեցման, որպեսզի չվտանգվի նրանց անվտանգությունը, ասել է զինվորականը։ Նա զգուշացրել է, ցանկացած օտարերկրյա ռազմական ուժ, մասնավորապես ԱՄՆ զինված ուժերը, կենթարկվեն հարձակման, եթե մոտենան կամ մտնեն Հորմուզի նեղուց։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Եվրամիության ավտոմեքենաների վրա մաքսատուրքերի բարձրացման մասին հայտարարված որոշումը հարված է ամբողջ Եվրոպային։ Մերցը նշել է, ինքը չի դիտարկում ԱՄՆ-ի նոր ներմուծման մաքսատուրքերը որպես հատուկ Գերմանիային ուղղված միջոց։ Նա ցանկանում է հարվածել ամբողջ Եվրոպային, ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, ԱՄՆ նախագահը արդարացիորեն մի փոքր հիասթափված է, որ Եվրամիությունը դեռևս չի ավարտել 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային համաձայնագիրը։ Այս համաձայնագրի նկատմամբ դիմադրությունը շարունակում է մնալ Եվրախորհրդանում։ Վերջինս բացատրել է, Թրամփը կորցնում է համբերությունը եվրոպական կողմի կողմից նոր պայմանների անընդհատ մշակման նկատմամբ։ Ամերիկացիները ամեն ինչի պատրաստ են, բայց եվրոպացիները ոչ, պնդել է կանցլերը։ Հետևաբար ես ուզում եմ, որ մենք հնարավորինս արագ համաձայնության հասնենք այստեղ, եզրափակել է Մերցը։
Իրանը Պակիստանի միջոցով Միացյալ Նահանգներին է ներկայացրել ռազմական գործողությունների մշտական դադարեցման իր ծրագիրը եւ այժմ սպասում է Վաշինգտոնի պատասխանին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Իրանը Պակիստանի միջնորդների միջոցով ներկայացրել է ռազմական գործողությունների մշտական դադարեցման իր ծրագիրը եւ այժմ գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է։ Դիվանագիտության եւ շարունակական դիմակայության միջև ընտրությունը Վաշինգտոնինն է, ընդգծել է Ղարիբաբադին։ Փոխարտգործնախարարը հավելել է. Թեհրանը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին եւ շարունակում է անվստահություն հայտնել ամերիկյան կողմին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է կարող է կրկին ռազմական հարվածներ հասցնել Իրանի դեմ։ Նա նշել է, եթե Իրանը վատ պահի իրեն, հնարավոր են նոր գործողություններ։ ԱՄՆ նախագահը ընդգծել է, իրավիճակը մնում է բաց եւ անկանխատեսելի։ Միաժամանակ նա խոստովանել է, ուսումնասիրում է իրանական առաջարկը։ ԱՄՆ ռազմական ղեկավարույցը զեկույց է ներկայացրել հնարավոր հարվածների սցենարների վերաբերյալ։ Նավատորմային ուժերը արդեն տեղաշարժվել են տարածաշրջանում։ Թրամփը հայտարարել է, առաջարկը իրեն չի բավարարում եւ դժվար ընդունելի է համարում այն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում գրանցել է ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակները եւ սահմանել դրանց հերթականությունն ընտրաթերթիկներում։ Քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված վիճակահանության արդյունքներով հերթականությունը հետեւյալն է. 1 ռեֆորմիստների կուսակցություն, 2 բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն, 3 ուժեղ Հայաստան դաշինք, 4 Հայաստանի շնորհապետական կուսակցություն, 5 նորուժ ռեֆորմիստների կուսակցություն, 6 միասնության թևեր կուսակցություն, 7 Բարգավաճ Հայաստան, 8 ազգային ժողովրդավարական բևեռ, 9 Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք, 10 Հայ ազգային կոնգրես, 11 Հանրապետություն, 12 Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցություն, 13 Ալյանս, 14 ժողովրդավարական համախմբում, 15 Դեմոկրատիա օրենք կարգապահություն, 16 Քաղաքացիական պայմանագիր, 17 Հայաստան, 18 Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք, 19 Լուսավոր Հայաստան կուսակցություն։ Միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է տարբեր քաղաքական ուժերի 21 տեխնացուի գրանցում ընտրական օրենսգրքով պահանջվող փաստաթղթերի բացակայության պատճառով։ Նրանց թվում են Ալյանս կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը եւ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանը։ Ընտրական ցուցակներն ու նախընտրական ծրագրերը կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 7-ին։ Քարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին եւ կշարունակվի մինչև հունիսի 5-ի կեսգիշեր։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել եվրոպացի առաջնորդները։ Նրանց թվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրան դիմավորել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Մակրոնը միայնակ է եկել Հայաստան առանց տիկնոջ Բրիջիտ Մակրոնի։ Նա երեկոյան Նիկոլ Փաշինյանի հետ շրջել է Երևանի կենտրոնով բարևել հայերին, ապա լրագրողի գերիներին վերաբերող հարցին պատասխանել է. Այս այցից անմիջապես հետո ես կրկին քննարկում կունենամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, մենք միշտ փորձում ենք միջնորդի մեր դերը խաղալ եւ օգնել, ասել է Ֆրանսիայի նախագահը եւ ընդգծել, որ հանդիպելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ գերիների հետ կապված իրավիճակը քննարկելու համար։ Երևան է ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նրան Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս գիշեր Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության, Ֆրանսիայի Հանրապետության եւ Եվրոպական միության դրոշների գույներով։ Միացյալ Նահանգները Գերմանիայից դուրս կբերի մոտ 5000 զինվորական։ Այս մասին հայտնել են CBS News-ը, Reuters-ը եւ Fox News-ի լրագրող Ջեքի Հայնրիխը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կրճատել Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմական զորակազմը։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելի խոսքով որոշումը կայացվել է Եվրոպայում գերատեսչության ուժերի տեղակայման համապարփակ վերանայումից եւ գործողությունների թատերաբեմի պահանջները հաշվի առնելուց հետո, նշել է լրագրողը։ Ամերիկյան զորքերի Գերմանիայից դուրս բերումը ենթադրաբար կտևի 6 ամսից մինչև 1 տարի։
Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին ըստ երևույթին հրաժարվել է Միացյալ Նահանգներին համոզելու փորձերից, շարունակելու երկրի արևելքում հակամարտության շուրջ երկխոսությունը եւ այժմ մշակում է բանակցություններ վարելու ռազմավարություն առանց Վաշինգտոնի օգնության։ Զելենսկին այժմ Թուրքիան դիտարկում է որպես Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների հիմնական վայր։ Ավելի վաղ հաղորդվել էր ամերիկացի պաշտոնյաները չեն հիշում, թե վերջին անգամ երբ է Սպիտակ տանը բարձրացվել Ուկրաինայի շուրջ բանակցությունների թեման, քանի որ ամերիկացի բանակցողների հիմնականում կենտրոնացած են Իրանի վրա։ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու եւս մեկ առաջարկ, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է պատերազմը դադարեցնելու նոր առաջարկ, հայտնում է հրատարակությունը։ Թերթի տվյալներով Թեհրանը առաջարկում է քննարկել Հորմուզի նեղուցի բացման իր պայմանները, եթե ԱՄՆ-ն երաշխավորի հարձակումների դադարեցումը եւ իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը։ Առաջարկը նախատեսում է նաև Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի քննարկում, Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Արտյոմ Բուլատովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները զորավարժությունների ժամանակ մշակում են Կալինինգրադի մարզը մեկուսացնելու սցենարներ։ Դիվանագետի խոսքով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը զգալիորեն ակտիվացրել են Բալթյան տարածաշրջանում լոգիստիկ երթուղիների վրա վերահսկողություն հաստատելու իրենց ջանքերը, ձեռնարկելով մի շարք քայլեր Կալինինգրադի մարզի հետ տրանսպորտային կապերը սահմանափակելու եւ պայմաններ ստեղծելով տարածաշրջանը մեկուսացնելու համար, եթե Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև լարվածությունը շարունակի սրվել։ Վերջինս նշել է, որ նման սցենարներ են մշակում ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակներում։ Եթե Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեն, Ռուսաստանը հնարավորություն կունենա հարձակվել ՆԱՏՕ-ի վրա մինչև 2039 թվականը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Լատվիայի ազգային զինված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Կասպարս Պուդանսը։ Հետևաբար ամենահավանական սցենարը մեր արևելյան սահմաններին ուժերի վերատեղակայումն է։ Եթե ես Կրեմլում լինեի, կասեի, որ իմ հնարավորությունների պատուհանը 2027-2029 թվականներն են։ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ պատրաստ չէ, որովհետև 2030 թվականից հետո այս պատուհանը կարող է փակվել, չնայած Ռուսաստանը կուժեղանա, նույնը վերաբերում է Եվրոպային եւ ՆԱՏՕ-ին, հայտարարել է Պուդանսը։ Ֆինլանդիայում Ռուսաստանի տարածքին մոտ սկսվել են հյուսիսային հարված 26 հրետանային զորավարժությունները։ Զորավարժությունները տեղի կունենան Կուհմո մունիցիպալիտետի Վուոսանկա զորավարժարանում, որը գտնվում է սահմանից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Ֆինլանդիայի ցամաքային ուժերի տվյալներով զորավարժություններին կմասնակցի 640 զինծառայող, նրանք կանցկացնեն հրետանային, ականանետային եւ մարտավարական կրակոցների վարժանքներ։ Մասնակցող տրանսպորտային միջոցների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 12-ը։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 4-ից 7-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում մայիսի 4-ից 7-ին 8-ից 3-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կբարձրանա 2-ից 4 աստիճանով, մայիսի 5-ից 6-ին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։